Ողջույն։ Մենք սովոր ենք, որ լիք իրադարձությունների Հայաստանի այսօրվա իշխանության ներկայացուցիչները տան պատմական բնորոշումը։ Ընդհանրապես, մեծ իմաստ ունեցող շատ բառեր կան, որոնք Փաշինյանի անիմաստ, անտեղի, սխալ ու սուտ օգտագործելուց հետո կորցրել են իմաստը։ Աննախադեպ, դուխով, բացարձակ ռեկորդ եւ այլն։ Դրանցից է նաև պատմական բառը։ Ըստ Նիկոլի, պատմական իրադարձություն էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի այցը Հայաստան։ Թող այդպես լինի, դեմ չեմ։ Բայց չմոռանանք, որ պատմական իրադարձություններն էլ կարող են լինել եւ հպարտանալու, եւ ամոթալի։ Հայոց ցեղասպանությունը, հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, ճապոնական քաղաքների վրա ամերիկյան ատոմային ռումբերի նետումը պատմական իրադարձություններ են, բայց մարդկության պատմության համար ամոթ։ Բերլինյան պատի փլուզումն էլ է պատմական իրադարձություն։ Ապոլոն 11-ի վայրեջքը լուսնի վրա ևս։ Պենիցիլինի հայտնագործումն էլ է պատմական իրադարձություն, բայց դրանք էլ մեծ արժեք ունեցող իրադարձություններ են։ Սարդարապատի ճակատամարտը պատմական իրադարձություն էր, հպարտանալու արժանի։ 94 թվականին Արցախյան առաջին պատերազմում հաղթանակն էլ։ Պատմական իրադարձություն էր նաև 44-օրյա պատերազմը եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, բայց ամոթալի։ Արցախի բռնագաղթը, այո, պատմական իրադարձություն է, բայց էլի ամոթալի։ Հիմա Ադրբեջանի փոխվարչապետի այցը պատմական իրադարձություն է։ Մհեր Գրիգորյանն էլ որ գնա Բաքու, էլի պատմական է, բայց պատմական հպարտանալու իրադարձություն է, թե ամոթի։ Մուստաֆայևի այցը տարբեր լուրերի համաձայն Արևմտյան Ադրբեջան վտանգավոր թեզի քննարկման համար էր։ Նիկոլի համար դա հպարտանալու թեմա է։ Այսօր երկու դատական նիստ կար մեր երկրում, երկուսն էլ պատմական էին։ Մեկով դատում էին Հայ առաքելական Սուրբ եկեղեցու arczepiskopos Բագրատ Սրբազանին, մյուսով Հայաստանի պատմության ամենամեծ բարերարներից Սամվել Կարապետյանին։ Պատմական իրադարձություններ էին երկուսն էլ, բայց ամոթալի։ Բոլոր ժողովուրդներն էլ ունեն պատմական հպարտանալու էջեր էլ, ամոթի էջեր էլ, բայց մեր պատմության մեջ չեք հիշի այդպիսի ժամանակահատված, ընդ որում ոչ թե 10-20 տարի, այլ դարեր շարունակ, որ մի քանի դարում լինեն այնքան ամոթալի իրադարձություններ, որքան այս 8 տարում մեկ իշխանության օրոք։ Երբ հայկական պետության ղեկավարողը դեմ չէ, չի ընդդիմանում, հնարավոր է նաև ողջունում է հայկական եկեղեցու քանդումը թշնամու կողմից, դա էլ է պատմական իրադարձություն եւ խորապես ամոթալի։ Մեր ժողովուրդը հոգնել է այդ ամոթալի իրավիճակներից, ամեն օր պատմության ամոթալի էջեր գրելուց։ Այսօր նշեցի, երկու դատական նիստ կար, երկուսն էլ շինծու քրեական գործերով։ Արդեն երկար ժամանակ լուսաբանում ենք հակասահմանադրական գործով դատական նիստերը երկրորդ նախագահի վերաբերյալ։ Լուսաբանում ենք դարձյալ շինծու քրգործեր Լևոն Քոչարյանի վերաբերյալ, Արշակ Սրբազանի վերաբերյալ, Մկրտիչ Սրբազանի վերաբերյալ, Միքայել Սրբազանի վերաբերյալ։ Լուսաբանում ենք կաթողիկոսի կալանավորված եղբոր եւ նրա որդու նկատմամբ շինծու գործով դատական նիստերը։ Լուսաբանում ենք Գյումրու քաղաքապետի նկատմամբ շինծու գործով դատական նիստերը։ Ընդհանրապես հարյուրավոր նման շինծու քրգործեր ենք լուսաբանել այս ընթացքում։ Պատկերացնում եք ինչքան մեծ ծավալ է դա։ Դատական համակարգը նստած է շինծու քրգործերի քաղաքական երանգով քրեական գործեր վարելու վրա։ Սա միայն մեկ ուղղությամբ եմ ասում, բայց ամենուր շինծու կեղծ օրակարգեր են, որոնց վրա գնում է պետական ռեսուրսը, ուղղակի վատնվում են ժամանակ, միջոցներ, մաշվում է ուղղակի երկիրը սրանց ձեռի տակ։ Մարդիկ ասում են հոգնել ենք շոուներից, նորմալ ղեկավարություն ենք ուզում, adekvat։ Սրանք մեզ զբաղեցնում են ու տակից իրենց սև ամոթալի գործն են անում։ Երեք այսպես ասած պատմական այց կատարեց Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստան եւ թատերական այց կատարեց Նիկոլը Սարոխան գյուղ։ Իր շոուներով ծածկեց դաշտը ու ստվերվեց կարևոր հարց. ինչու էր եկել Ադրբեջանի փոխվարչապետը։ Քարոզարշավի մեկնարկից մի քանի օր առաջ Հայաստանում Եվրամիության գագաթնաժողովից 2 օր առաջ եկել էր Ադրբեջանի ներկայացուցիչը
ինչ ինստրուկտաժ անելու։ Եթե այն ժամանակ Նիկոլն ու Ալիևը Նյու Յորքներում, Վաշինգտոններում, Մյունխեններում, Պրահաներում էին մեր թիկունքի հետևից բաներ անում, հիմա անում են հենց մեր երկրի ներսում։ Մուստաֆայևի երեկվա հանդիպման գինը ի՞նչն է լինելու, ժողովուրդ։ Տիգրանաշենը, ադրբեջանցիներով Հայաստան բնակեցնելը, այսօր Հայաստան եկած ադրբեջանական պարարտանյութի գինը ո՞րն է լինելու։ Մարդիկ հոգնել են դավաճանվելուց։ Ընդհանրապես մարդիկ իշխանություն են ուզում փոխել, որովհետև հոգնել են այս իշխանությունից։ 8 տարի մատերի վրա կարելի է թվարկել այն օրերը, որ մենք երկիրն ու ժողովուրդը չի եղել լարվածության, սթրեսների մեջ։ 8 տարի մշտական ցնցումների է ենթարկվում Հայաստանի իշխանության ձեռքով, արտաքին, սահմանային, ներքին, ներքաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական, ազգային, հոգևոր եւ այլն, մարդիկ հոգնել են իրար նկատմամբ ատելության այս անսահման մեծ դոզայից։ Վարորդներն օրինակ ասում են, հոգնել ենք ամեն ամսվա կեսը հեղուկ գազի քաշքշուկներից։ Հասել ենք այնտեղ, որ հեղուկ գազի Հայաստան մտնելը դարձել են սրանք իրադարձություն։ Թոշակառուն ասում է, հոգնել եմ քարտային համակարգից, հոգնել եմ ամեն անգամ ծախսերը գրելուց, որ թոշակ է հերիքացնեմ, հոգնել եմ ամենօրյա գնաճից։ Բիզնեսմենն ասում է, որ հոգնել է հարկային անհիմն ստուգումներից ու ոչնչի համար գրվող տուգանքներից։ Քաղաքացին հոգնել է հարկերի, տուրքերի անընդհատ բարձրացումից։ Երևանում ապրողներս հոգնել են Կավինյանի հետ ի հայտ եկած կեղտոտ օդից, փոսերից, անտանելի աղմուկից ու խցանումներից։ Բանակ որդի ուղարկած ծնողն ասում է, հոգնում եմ պնից շատ ես փող ծախսելուց։ Նալբանդյան գյուղի բնակիչն ասում է, էլի տարին սկսեց, էլի պետքա սաղ տարին բողոքի ակցիա անենք այս ջրի համար, այս մթերման համար, այս մթերացի գումարը ստանալու համար, վատ կառավարումից ուղղակի հոգնել են մարդիկ։ Պարզապես հոգնել են մարդամեկի կառավարումից։ Նրա տեսքից, տոնից, շոուներից, կառավարությունում անիմաստ ելույթներից, ազգային ժողովում հիստերիկ գոռգոռոցներից, ստերից ու կռուտիտներից։ Անադեկվատ ղեկավար ունենալուց հոգնել են։ Հոգնել են սրա ամենօրյա թուրքական թեզերից, եկեղեցի ու պետություն քանդումից։ Մի օր Արարատն ուրանալուց, մի օր ցեղասպանությունն ուրանալուց, մի օր Շուշին ուրանալուց, Սփյուռք ուրանալուց, պատերազմով շանտաժներից ու սպառնալիքներով հանձնումներից։ Այս տարիների ընթացքը ցույց տվեց, որ մի բանից կարծես չենք հոգնել։ Այս ընթացքը փոխելու համար պայքարից հոգնողներ եղել են իհարկե, բայց նաև եղել են նրանց տեղը լիքը լրացնողներ։ Մենք ցավոք այն պատմական վիճակում ենք, որ պետք է քաղաքացին իր երկրի իշխանությանը բացատրի, համոզի, որ չի կարելի հարձակվել եկեղեցու վրա, չի կարելի հող հանձնել, չի կարելի դավաճանել, չի կարելի մարդկանց անտուն թողնել ու լիքը չի կարելիներ, բայց մենք տեսնում ենք, որ ռեալ հնարավորություն կա փոխելու այս ամենը։ Ժողովուրդ, բերելու այնպիսի իշխանություն, որի դեմ եթե անգամ պայքարես, դա կլինի արագ զարգացման, բարեփոխումների պահանջով, ոչ թե որ երկիրը չհանձնի։ Կարճ ասած, մեր խնդիրները արդեն մի քանի տարի է, որ կապված են ընդամենը մեկ խմբակի հետ։ Աշխարհը առաջ է գնում, մենք դողփում ենք իշխանության վտանգավոր ու կեղծ օրակարգերի մեջ, շպրտվում ենք հետ։ Պատկերացնում եք, որքան կարող է թեթևանալ մեր կյանքը, ժողովուրդ, հունիսի 7-ից հետո։ Դա ձեզանից է կախված։ Պետք է չնստել տանը, գնալ ընտրության եւ տոտալ մերժել։ Մեր ազգը, մեր պետությունը անհամատեղելի է այս իշխանության հետ, ժողովուրդ ջան։ Հայաստան եւ հայ ժողովուրդը պետք է հանգստանա Նիկոլից։ Օգնեք ինքներդ ձեզ ազատ շունչ քաշել։